Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է, որ Հայաստանը չի մտնելու Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ։ Ինչ վերաբերում է զենք զինամթերք գնելու, նախ ես չեմ պատրաստվում որևէ երկրի հետ, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, մրցավազքի մեջ մտնել, սա մեր կառավարության դիրքորոշումն է։ Սա շատ ճիշտ տրամաբանություն է, որովհետև ով ավելի շատ կգնի խաղում, միշտ շահում է մեծ բյուջե ունեցողը, բայց դա ամենևին չի նշանակում կանգնել, նշանակում է անցնել խելացի պաշտպանության։ Օրինակ այսօր պատերազմներում ամենաարդյունավետը ոչ թե ամենաթանկն է, այլ ամենաարագը՝ անօդաչուներ, հակադրոնային համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքար, հակադրման ցանցեր։ Սա տեսել ենք Ուկրաինայում։ Էժան սարքը ճիշտ կառավարմամբ կարող է մեծ արդյունք տալ։ Երկրորդ օդային պաշտպանություն եւ կապ, եթե դիրքը չի տեսնում ու չի հաղորդակցվում, զենքն էլ ուշ է աշխատում, այսինքն ռադարների, կապի, հրամանատարության թվայնացման ներդրումները նույնքան զենք են, որքան տեխնիկան։ Երրորդը մարդն է, պատրաստված զինվոր, ուժեղ սերժանտական կորպուս, շարունակական վարժանքներ, պահեստազորի կազմակերպած կանչ ու հավաք։ Առանց այս հիմքի ցանկացած տեխնիկա պարզապես երկաթ է, իսկ ցանկացած ծրագիր թղթիկտոր։ Եվ վերջապես գնումների որակ, ոչ թե քանակ, այլ ստուգված համակարգեր, սպասարկում, պահեստամաս, լոգիստիկա, որ տեխնիկան կանգ չառնի կես ճանապարհին։ Սա է իմաստը, մրցել ոչ թե փողով, այլ կարողությամբ, կառուցել բանակ, որը գիտի ինչ է անում, եւ պետություն, որը նրան ուժ է տալիս ամեն օր։